Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինա Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1155-րդ օրն է, երբ մայիսի սկզբին Պուտինի այսպես կոչված շքերթի ընթացքում ռուսները ցուցադրական բեռնատարների վրա դրոններ էին ցուցադրում, ուկրաինական հատուկ ծառայությունները գրեթե մեկ ամիս անց առանց ավելորդ աղմուկի ցույց տվեցին, թե ինչպես է իրականում պետք օգտագործել բեռնատարները դրոնների համար։ Երեկ Ռուսաստանում խոցվել է 4 ավիաբազա, նախնական տվյալներով վնասվել է 4 տասնյակից ավել ռազմավարական ինքնաթիռներ։ Իդեպ նախորդին ոչ միայն կամուրջներ ու ինքնաթիռներ են պայթել Ռուսաստանում, մասնավորապես Բրյանսկի եւ Կուրսկի մարզերում, պայթեցվել է նաեւ ռազմական գնացք, ռուսական զավթիչների զինվորական գնացքը պայթել է եւ դուրս է եկել ռելսերից Մելիտոպոլ քաղաքի մոտ Զապորոժիեի մարզում։ Երկաթուղային պայթյունը տեղի է ունեցել ժամանակավորապես օկուպացված Յակիմովկա բնակավայրի մերձակայքում։ Պայթյունի հետևանքով ռուսական ռազմական գնացքը դուրս է եկել ռելսերից, բեռնատար գնացքը շարժվում էր դեպի ժամանակավորապես օկուպացված Ղրիմ, երկաթուղային գծի պայթյունի արդյունքում վառելիքով լցված ցիստերները եւ ապրանքային վագոնները դուրս են ընկել ուղիներից։ Սա խաթարել է ռուսական զորքի գլխավոր լոգիստիկ ուղղություններից մեկը Զապորոժիեի եւ Ղրիմի օկուպացված տարածքներում։ Իրոք 3 շատ արդյունավետ օր էր ուկրաինական բանակի համար։ Պուտինը պատրաստվում էր պատվիրակություն ուղարկել Ստամբուլ, որ ուլտիմատում ներկայացնելու, եթե չհանձնեք 4 մարզերը, Ռուսաստանը կգրավի 6-ը։ Ասում էին, տեսեք, մտել ենք Սումիի մարզ, բայց ի վերջո Կրեմլը ստացավ պայթած կամուրջներ Բրյանսկի եւ Կուրսկի մարզերում, ոչնչացված ռազմավարական ռմբակոծիչներ, նույնիսկ մինչև 5000 կիլոմետր հեռու Ուկրաինայի սահմանից եւ զրկվեց թեկուզ եւ ժամանակավոր Ղրիմ տանող եւս մեկ ճանապարհից։ Հետաքրքիր է, այս ամենից հետո Պուտինն ու իր թիմը ինչ կասեն։ Թեև այդ մարդիկ այնպիսին են, որոնց երեսին թքես կասեն անձրև է գալիս։ Անցնենք ռազմաճակատի տեղեկատվությանը։ Վերջին 24 ժամվա ընթացքում ռազմաճակատում տեղի ունեցել 146 մարտական բախում, ամենից շատ փորձում էր ճնշում գործադրել Պոկրովսկի ուղղությամբ։ Ուկրաինական զորքերը հարվածել են օկուպանտների 23 կարևոր օբյեկտների, խոցելով մեծ քանակությամբ ռուսական տեխնիկա։ Հակառակորդը փորձում է հարձակվել 10 ուղղություններով, ուկրաինական ստորաբաժանումները հակահարված են տալիս, պաշտպանելով իրենց դիրքերը։ Ուկրաինայի պաշտպանության ուժերը շարունակում են իրենց գործողությունները Կուրսկի մարզում։ Վերջին 24 ժամվա ընթացքում այս ուղղությամբ տեղի ունեցել 19 զինված բախում։ Ինչպես հիշում եք, նախորդ օրը ես հայտնել էի, որ Ռուսաստանը հարված է հասցրել Ուկրաինայի տարածքում գտնվող ռազմական վարժարանին։ Ուկրաինայի զինված ուժերում հայտնել են զոհերի մասին, ըստ պաշտոնական տվյալների զոհվել է 12 զինծառայող, իսկ ավելի քան 60-ը վիրավորվել են։ Ուկրաինայի ցամաքային զորքերի հրամանատար Միխայիլ Դրապատին ներկայացրել է իր հրաժարականի դիմումը դեպքի պատճառով։ Չգիտեմ կընդունվի հրաժարականը թե ոչ, ամեն դեպքում քննությունը շարունակվում է, իսկ Դրապատին լավագույն ուկրաինացի հրամանատարներից է։ Վերջին 24 ժամվա ընթացքում ռուսները Ուկրաինայի դեմ մարտերում կորցրել են ավելի քան 1140 զինվոր։ Ուկրաինայի զինված ուժերը նաև ոչնչացրել են թշնամու 457 միավոր տեխնիկա եւ սպառազինություն։ Այո, երեք իրոք շատ արդյունավետ օր էր։ 22 թվականի փետրվարի 24-ից թշնամու ընդհանուր մարտական կորուստները կազմում են մոտավորապես 989700 զավթիչ։ Հունիսի 2-ի գիշերը ռուս զավթիչները հարձակվել են Ուկրաինայի վրա 80 հարվածային դրոններով, 3 Իսկանդեր MKN բալիստիկ հրթիռներով եւ 1 Իսկանդեր K թևավոր հրթիռներով։ Աչքիս Պուտինը մնաց Իսկանդերների եւ կալիբրների հաշվին։ Կալիբրները մեր հոպը շատ հեշտ է որսում, Իսկանդերները դեռ ոչ բոլոր մարզերում։ Օդային հարվածի հիմնական ուղղություններն էին Խարկովի, Չեռնիգովի, Դոնեցկի եւ Խերսոնի մարզերը։ Ժամը 8:30-ի դրությամբ ուկրաինական հոպը երկրի արևելքում, հարավում եւ հյուսիսում չեզոքացրել էր թշնամու 52 օդային հարձակման միջոց։ Մեր եթերը պատրաստելու պահին դեռ աշխատանքը շարունակվում էր, հակառակորդի ավիահարվածները գրանցվել են 12 վայրերում։ Չեն դադարում նաև Ռուսաստանի հարձակումները Ուկրաինայի սահմանամերձ խաղաղ բնակավայրերի վրա։ 3 նորից Խարկովի, Զապորոժիեի եւ Սումիի մարզերն են տուժել, կան զոհեր եւ վիրավորներ։ Իրենց հերթին ուկրաինական դրոնները շարունակում են գործել օկուպացված տարածքներում, ինչպես նաև Ռուսաստանում։ Մենք մանրամասն ներկայացնում ենք ուկրաինական բանակի մարտական աշխատանքը մեր Telegram-յան ալիքում։ Երեկոյան նորից խոցվել են շատ կարևոր օբյեկտներ Ռուսաստանի
Ռուսաստանի արևմուտքում հիմնականում գտնվող։ Դե առավոտը սկսվեց արևելքից, երեկոն ավարտվեց արևմուտքով։ Իսկ ամենատպավորիչ լուսանկարներն ու տեսանյութերը կարող եք վայելել մեր Telegram-յան ալիքում։ Երեկվա Ուկրաինայի SBU-ի գործողությունը Ռուսաստանի տարածքում բացահայտեց մի շատ կարևոր հանգամանք, որը Կրեմլի ռեժիմը երկար ժամանակ փորձել է թաքցնել։ Իդեպ հարձակման ընթացքում ոչ միայն խոցվել են ռուսական ինքնաթիռներ, այլև նաև զինապահեսներ եւ այլ կարևոր օբյեկտներ, մասնավորապես Սարդոստայն հատուկ գործողության արդյունքում ոչնչացված ռուսական ավիացիայի արժեքը գնահատվում է շուրջ $7 միլիարդ։ Հիշեցնեմ, սկզբնական հաղորդագրություններում խոսվում էր մոտ 2 միլիարդի մասին։ Ժամանակի ընթացքում մի հայտ են գալիս նոր մանրամասներ, հրապարակվում են արբանյակային պատկերներ, ամեն ինչ մենք ներկայացնում ենք մեր Telegram-յան ալիքում։ Թարմացված տվյալներով Ուկրաինայի SBU-ի դրոնային հարձակումների արդյունքում խոցվել է 41 ռազմավարական ավիացիոն ինքնաթիռ, դրանց թվում են A-50 ռադիոլոկացիոն ինքնաթիռը, Tu-95, Tu-22 M3 եւ նույնիսկ Tu-160 ռազմավարական ռմբակոծիչներ։ SBU-ի պետ Մալյուկը անձամբ է ղեկավարել 1.5 տարվա ընթացքում մշակված Սարդոստայն հատուկ գործողության աշխատանքային խումբը։ Գործողության արդյունքում դրոնները հարվածել են միաժամանակ 4 ռուսական ռազմական օդանավակայանների՝ Բելայա, Դիագիլևը, Օլենիա եւ Իվանովը։ Շնորհիվ օպերատիվ կառավարման եւ պլանավորման հաջողվել է միաժամանակ խոցել հնարավորինս մեծ թվով թշնամու ռազմական ավիացիա։ Մեր լսարանը լավ կհիշի, ես տասնյակ անգամներ եմ ասել տարբեր եթերներում, որ Պուտինյան Ռուսաստանը դեգրադացվում է եւ օրորի պետությունը կորցնում է իր հիմնական ֆունկցիաները։ Երևի թե այն ժամանակ ասածս ֆանտաստիկա էր թվում, եւ այն վախը, որ տարածվել է Ռուսաստանի ներսում Երևանից, հենց առաջին նշանն է ի գիտակցության, որ իրենց պետությունը արդեն իրականում պարալիզացված է։ Այլապես ինչպես կարող էին տասնյակ բեռնատարներ ազատորեն տեղափոխել մահաբեր զենքը Ռուսաստանի ներսում։ Այո, ուկրաինական հատուկ ծառայությունները հանճարեղ են, բայց միևնույն ժամանակ պետք է ընդունել, որ ռուսականները ուղղակի անպիտան են։ Նրանք միայն կարող են ահաբեկել սեփական ժողովրդին եւ հարստանալ հասարակ մարդկանց հաշվին։ Եվ հենց դա արդեն սկսել է հասկանալ նաեւ Ռուսաստանի հասարակությունը, չգիտեմ ինչքան կտևի, մինչեւ նրանք իրոք արթնանան։ Ես բազմիցս ասել եմ, եթե Ռուսաստանում մեր հայրենակիցները չեն աջակցում Պուտինի պատերազմին, ապա պետք է հեռու լինեն ռազմական օբյեկտներից, ռազմավարական նշանակության կառույցներից եւ այն մարդկանցից, ովքեր կապված են պուտինյան համակարգի հետ։ Այդ բոլորը Ուկրաինայի բանակի լիարժեք լեգիտիմ թիրախներ են։ Վլադիվոստոկի պայթյունները, Բրյանսկի եւ Կուրսկի կամուրջների պայթյունները, Ռուսաստանի եվրոպական մասի ամենօրյա հրթիռակոծումները, այս ամենը արդար հատուցում է Ուկրաինայից Պուտինյան ռեժիմի իրականացված ցեղասպանության համար։ Եվ եթե դուք կապ չունեք Պուտինի հետ, մեկ ճանապարհ ունեք՝ հեռանալ այդ վայրերից։ Իհարկե լավագույնը կլինի, որպեսզի տեղափոխվեք Հայաստան, բայց չգիտեմ դա ինչքանով է ձեր մոտ հնարավոր։ Արեք ամեն ինչ, որպեսզի Կրեմլի կոլոտի հավակնությունների զոհ չդառնաք։ Իմ ջահելուց Կրեմլի կոլոտ բառակապակցությունը շատ էր հուզել պուտինիստներին, դե եթե մի բան նրանց շատ է հուզում, ապա մենք կկիրառենք ավելի հաճախ։ Ի տարբերություն ռուսական բանակի, ուկրաինական զինուժը չի թիրախավորում խաղաղ բնակչությանը։ Երեք դուք տեսաք, Ուկրաինան հարվածում է միայն ռազմական օբյեկտներին, մինչդեռ Պուտինի հանցավոր բանակը բարբարոսաբար հարվածում է Ուկրաինայի խաղաղ բնակչությանը, նույն չափով, ինչքան ճակատում գտնվող զինվորներին։ Նույնիսկ Ուկրաինայի հարձակումները հետ մղելիս ռուսական ծուռ բանակը հաճախ ավելի շատ վնաս է հասցնում սեփական քաղաքացիներին, քան թշնամուն։ Հետևաբար, եթե դուք Պուտինի կողմնակից չեք, հեռու մնացեք այն ամենից, ինչ կապված է նրա ռեժիմի, բանակի եւ ռազմավարական ենթակառուցվածքների հետ։ Լրատվամիջոցները հետաքրքրվեցին նաեւ Պուտինի բանակի պլաններից այս ամառվա մեծ հարձակման հետ կապված։ Ուկրաինայի պաշտպանության ուժերի տվյալներով ռուսական բանակը բավարար ուժեր չունի, որպեսզի կարողանա առաջ շարժվել միաժամանակ բոլոր ուղղություններով։ Հետևաբար Մոսկվան ընտրել է միայն երկու հիմնական ուղղություն հարձակման համար։ Առաջինը Դոնեցկի մարզում առաջխաղացումն է։ Այստեղ հիմնական մարտերը կընթանան Պոկրովսկի, Տորեցկի, Չասովյարի եւ Կոնստանտինովկայի շրջաններում, երկրորդը Ուկրաինայի սահմանամերձ շրջանների վրա ճնշում գործադրելն է, հատկապես Սումիի եւ Խարկովի մարզերում։ Ուկրաինայի պաշտպանության ուժերը նշում են, որ եթե ռուսական բանակը կարողանա առաջ շարժվել այս առաջնահերթ ուղղություններով, ապա հնարավոր է հարձակումներ իրականացնել նաեւ Զապորոժիայի եւ Խերսոնի մարզերում։ Սակայն ներկայումս ըստ նույն աղբյուրների ռուսական կողմը չունի բավարար ռեսուրսներ
բոլոր ճակատներում միաժամանակ գործողությունների իրականացման համար։ Այդ պատճառով Ռուսաստանը ստիպված կլինի ընտրել, թե որտեղ կենտրոնացնել հիմնական ուժերը։ Բացի այդ, Ուկրաինայի պաշտպանության ուժերի ներկայացուցիչները կասկածում են, որ ռուսական բանակը մինչև ամառվա ավարտը դուրս գալ թեկուզ Դոնեցկի մարզի վարչական սահմաններին, իսկ ամբողջ մարզի օկուպացիան մինչև տարեվերջ փորձագետների գնահատմամբ շատ քիչ հավանական է։ Դե ինչ, պայքարը շարունակվում է, այսօրվա հաղորդման համար այսքանը։ Շատ շնորհակալ եմ ձեր օգնության, լայքերի եւ եթերները տարածման համար եւ ալիքին բաժանորդագրվելու համար հատկապես։ Խնդրում եմ այսօր նույնպես չմոռանալ ստուգել բաժանորդագրված եք նոր ալիքին թե ոչ եւ որքան կարելի է շատ տարածեք, խնդրում եմ, որպեսզի ավելի շատ մեր հայրենակիցներ ամբողջ աշխարհում իմանան իրականությունը, թե ինչ է կատարվում Ուկրաինայում եւ Ուկրաինայի շուրջ։ Մաղթում եմ ձեզ հաճելի երեկո, կհանդիպենք։